ռուսական կողմը իրեն հասանելի մեթոդների չափով ինքը փորձում է ամեն դեպքում իսկապես հայ հասարակությանը որոշակի առումով ուղերձներ փոխանցել, որ իրենք անհաղորդ չեն այն ամենին, ինչը կատարվում է Հայաստանում, հայ ժողովրդի հետ, նաև արժեքների պահպանման տեսանկյունից, եւս մի կարևոր հանգամանքի վրա ես ուզում եմ մենք անպայման ուշադրություն դարձնենք։ Վերջին մի քանի օրերի ընթացքում սա արդեն ոչ առաջին դեպքն է, եթե չեմ սխալվում, երրորդ թե չորրորդ դեպքն է, երբ Ռուսաստանի պաշտոնյան, բարձրաստիճան պաշտոնյան խոսելով Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին խոսում է հենց այդ համատեքստում, որ դա Հայաստանի ներքին գործն է, ինչն էր նաև հետաքրքիր Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը ևս հանդես եկավ այդ տեսակ հայտարարությամբ։ Մենք միգուցե սա դիտարկենք որպես ուղերձ առայն, որ հապկանդամ պետությունները, եթե իրավիճակը Հայաստանում գա մի կետի հասնի, որին ժամանակին 22 թվականի հունվարին հասավ Ղազախստանում եւ հապկը օգնեց, որպեսզի իշխանությունը պահպանվի, այս դեպքում Հայաստանի իշխանություններին հապկից աջակցություն չի լինելու։ Սա ինձ թվում է ևս կարևոր ուղերձ է հայ հասարակությանը։ Դրա փոխարեն մենք ունենք Էմանուել Մակրոնի երեկվա հեռախոսազրույցը եւ գնահատականը Հայաստանի տեղ ունեցող իրադարձությունների, երբ որ նշվեց, որ սատարում են հայաստանյան ժողովրդավարությունը փաստորեն Էջմիածնի դեմ, Սուրբ Էջմիածնի դեմ խաչակրած այս արշավանքն, սա ուղղակի հասկանանք, արժեքաբանական երևի առումով ինչն են իրենք հասկանում ժողովրդավարության ներքո, ընդհանրապես Էմանուել Մակրոնին կարելի է համարել Հայաստանում եւ Արցախի հետ վերջին տարիներին տեղ ունեցածի չասեմ համահեղինակ, բայց առնվազն հանցակից, որտեղ 22 թվականի հոկտեմբերի 6-ին հենց Մակրոնի քաղաքական աշխարհաքաղաքական քավորությամբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին։ Հիմա տեսնում ենք այս իրավիճակում եւս աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին, բայց երևի նաև արձագանքելով մինչ ինձ ելույթ ունեցած մեր հարգելի գործընկերներին, բանախոսներին, հարց տվող մեր գոլեգաներին մի կարևոր նրբերանգի վրա կուզենայի ուշադրություն դարձնել։ Հայաստանում իմ ընկալմամբ միգուցե սխալվում եմ, բայց Ռուսաստանի դերը եւ կարևորությունը հասկացող ընդհանրապես մեկ իշխանություն է եղել այս 30-ից ավելի տարիների ընթացքում, դա իր դրսևորումն է ունեցել թե երկրի տնտեսական զարգացման եւ թե անվտանգային համակարգի բարգավաճման տեսանկյունից, եկեք դա այսպես նշանակենք, եղել են առանձին անհատներ, ովքեր իրապես կարևորել են, հասկացել են Ռուսաստանի կարևորությունը առաջին Արցախյան պատերազմի տարիներին, խոսքը առաջին հերթին Վազգեն Սարգսյանի մասին է, Ռոբերտ Քոչարյանի մասին է, որոշ շրջանից իհարկե առաջին նախագահի եւ Ելցինի միջև ստեղծեցին որոշակի նաեւ գործընկերային հարաբերություններ, բայց խորհրդային առումով նրա քաղաքականությունը երկրի ներսում վարվող շատ չէր տարբերվում նրանից, ինչը հիմա Նիկոլ Փաշինյանը անում է Հայաստանի հետ, բայց ինչ եմ ես ուզում ասեմ, տեսեք, երկար ժամանակ Ռուսաստանը ինքը իր բնույթով հակառուսաստան էր, ելնելով հենց այն հանգամանքից, որ այնպիսի կառույցներ են այդ երկրում ապրում, գոյություն ունեն որոշակի գործունեություն էին ծավալում, որոնց գործունեություն մենք հիմա Հայաստանում կարող ենք տեսնել եւ դրանց բացասական գնահատականներ են տալիս, բայց երկար տասնամյակներ շարունակ Ռուսաստանում այդ կառույցները կային, իրենք ուղիղ ազդեցություն ունեին Ռուսաստանի քաղաքական վերնախավի վրա, տնտեսական վերնախավի վրա, եւ Ռուսաստանը իր էությամբ հակառուսաստան էր։ Շատ բաներ սկսեցին փոխվել, երևի այդ Ղրիմյան գարունից սկսված շատ բաներ, այդ թվում նաեւ գաղափարական տեսանկյունից, արժեքաբանական տեսանկյունից, իհարկե խորհրդային առումով այստեղ կար նաև Պուտինի ելույթը 2007 թվականին Մյունխենի անվտանգային այդ գագաթաժողովում, բայց սուբստանցիվ դրա դրսևորումները մենք ստացանք հենց այդ ժամանակ, երբ որ Ղրիմում հայտնի իրադարձություններ տեղի ունեցան։ Ինչը վերաբերում է ձեր ասացին, ներեցեք ձեր անունը չգիտեմ, դրա համար ուղղակի այսպես դիմեմ, կապված Ռուսաստանի ներգրավվածությանը 44-օրյա պատերազմին եւ այլն, ես նաև մի քանի հետևյալի վրա կուզենայի ուշադրություն դարձնել։ Տեսեք, ես նաև այս քննարկումներին, երբ որ մասնակցում եմ, պարբերաբար հետևյալ ձևակերպումներն եմ էլի լսում, որ դե տեսեք, մեր դաշնակիցը Ռուսաստանն էր, իսկ Ադրբեջանի դաշնակիցը Թուրքիան էր։ Եկեք համեմատենք Թուրքիան ինչքան օգնեց Ադրբեջանին, Ռուսաստանն ինչքան օգնեց։ Միգուցե կարելի է այս հարցի վերաբերյալ քննարկում ունենալ, բայց եկեք մի հատ տեսնենք Թուրքիան Ադրբեջանի ներքաղաքական կյանքում ինչ ազդեցություն ունի, ընդհանուր մինչև պաշտոնյաների նշանակում եւ այլն եւ այդպես շարունակենք, հայ հասարակությունը ինքը պատրաստ էր այդ գինը վճարել։ Այսինքն մենք կուզենայինք, որ Ռուսաստանը պայմանականորեն այսքան այն պաշտոնյային նշանակեր 1-2 զանգով հաներ, այսինքն այստեղ
հետևյալ խնդիրն է, հա, ի հայտ գալիս։ Մենք դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ դեպքերում շփոթում ենք նրա հետ, որ պայմանականորեն եթե Չեչնիայի վրա հարձակումը լիներ, Ռուսաստանն իրեն այնպես պետք է պահի, ինչպես օրինակ Հայաստանի վրա հարձակումն է, այսինքն համանման պետք է արձագանքը լիներ, բայց Ռուսաստանը ինչ հարաբերություններ ունի Կադիրովի հետ, Չեչնիայի հետ ինչ հարաբերություններ ունի կենտրոնական իշխանությունից, Հայաստանի հետ ինչ հարաբերություններ ունի։ Մենք մի հատ այս հարցին պետք է մեր ներսում պատասխանենք, այսինքն մենք պատրաստ էինք նրան որպես հասարակություն, որ ռուսական կողմը նույնաբովանդակ ազդեցություն ունենար Հայաստանում, ինչպիսին Թուրքիան ունի Ադրբեջանում։ Դրանից հետո միգուցե մենք մի շարք հարցերի պատասխաններ այլ տեսանկյունից կնայենք եւ վերջում ուղղակի արձանագրենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ առաջին 2 շաբաթը Իրանի Իսլամական Հանրապետությունը, եթե ես չեմ սխալվում, եւս փակել էր օդային տարածքը, այդ թվում նաեւ 102-րդ ռազմաբազային մեր գործընկերներն էին բանակցություններ վարում իրանական կողմի հետ, որպեսզի հնարավորություն լինի զենք զինամթերք տեղափոխել Հայաստան, սա երևի ուղղակի իմ խոսքի ամփոփը ու հերթական անգամ Եվրազիան եւ պարոն Քոչարյանի շնորհակալություն քննարկման համար